Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամը, այսօր օգոստոսի 7-ն է, օրն ուրբաթ։ Արմավիրի դատարանում այսօր մեկնարկել եւ կարճ ժամանակ անց ավարտվել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II եւ մյուս բարձրաստիճան հոգեվորականների գործով դատական նիստը։ Դռնփակ նիստում դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել։ Հիշեցնենք, որ կաթողիկոսը մեղադրվում է դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար։ Նույն գործով մեղադրվում են նաեւ եկեղեցու 6 բարձրաստիճան հոգեվորականներ։ Այս գործը վերաբերում է վարչապետի հակակաթողիկոսական արշավին միացած 10 եպիսկոպոսներից Գևորգ Սրբազանին։ Կաթողիկոսը պաշտոնանկ էր արել նրան, իսկ դատարանը պարտավորեցրել վերականգնել հոգևորականին իր պաշտոնին։ Մայրաթոռը սակայն չվերականգնեց ու կարգալույծ արեց նրան, հայտարարելով, որ այս հարցերը դատարանի տիրույթում չեն, սա միջամտություն է եկեղեցու ինքնավարությանը։ Քննչական կոմիտեն սա համարեց դատական ակտի խոչընդոտում։ Ի դեպ նշենք, որ հաջորդ նիստը տեղի կունենա, երբ նշանակվի նոր դատավոր։ Այսօրվա դատական նիստի հետ կապված տեղեկացնեմ, ինչ տեղի ունեցավ։ Ուրեմն, ինչպես գիտեք, սկզբնական փուլում քննարկվում է դատավորի բացարկի եւ ինքնաբացարկի հարցը։ Դատավորը ինքնաբացարկ հայտնեց, հրաժարվեց այս գործը քննելուց, Հակոբ Մանուկյան հրաժարվեց, ըստ էության դատավորը նաև հանդիսացել է փաստաբան, ես այլ մանրամասներ չեմ ներկայացնի, ասեմ ինչ որ նաև հայտնի է, նա հանդիսացել է փաստաբան եւ իր ուսումնառության եւ արտոնագիր տալու ժամանակ արտոնագիրը ես եմ հանձնել, բայց իմ անձնական կարծիքով դա բացարկի հիմք չէր, բայց դատավորը հաշվի առնելով, որ դա կարող է կասկած առաջացնել, դատավորը ինքնաբացարկ հայտնեց։ Ես բոլոր դեպքերում դատավորի այս քայլը ողջունում եմ այն տեսակետից, որ ըստ էության նա հրաժարվեց մաս կազմել այս ամոթալի գործընթացի։ Այս առումով ես ողջունում եմ իր քայլը, չնայած իրավական առումով նաև կարող էր բացարկ չհայտնել, որովհետև բազմաթիվ փաստաբաններ, որոնք ստացել են արտոնագիր, որոնք աշխատում են դատախազ դատավոր, դա որևէ կերպ չի խանգարում, որ իրենք իրենց ծառայական լիազորությունների մեջ կատարեն իրենց պարտականությունները, բայց բոլոր դեպքերում, տեսեք, միայն այն փաստը, որ դատավորը դատելու է ամենայն հայոց կաթողիկոսին, դա արդեն կաշկանդող հանգամանք է։ Իրանական ընկերությունները սկսել են Հայաստանում Քաջարանի թունելի շինարարությունը, տեղեկացնում են Հայաստանում Իրանի դեսպանությունից։ 7,2 կիլոմետր երկարությամբ թունելը Կովկասյան տարածաշրջանում իրականացվող ամենաբարդ ինժեներական նախագիծն է եւ հանդիսանում է հյուսիս-հարավ միջանցքի մի մասը։ Շինարարության ավարտից հետո Իրանն ավելի կարճ հասանելիություն կստանա Սևծովյան տարածաշրջանին, ասված է դեսպանության հրապարակման մեջ։ Չոլպոն Ատա քաղաքում տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։ Հանդիպմանը Ժապարովը ընդգծել է Հարավային Կովկասում բարեկամության եւ բարիդրացիության մթնոլորտի ձևավորման ուղղված Հայաստանի վարչապետի ջանքերը։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցություն ընդլայնելու վերաբերյալ հարցեր։ Այնուհետ վարչապետ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։ Իր ելույթում Հայաստանի ղեկավարը ցավով արձանագրել է, որ ԵԱՏՄ սկզբունքները երբեմն գործում են ոչ ամբողջությամբ։ Փաշինյանն ընդգծել է, որ Եվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք։ Հայաստանի վարչապետը նախ հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության համար Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համագործակցության ամրապնդումը շարունակում է մնալ արտաքին քաղաքականության եւ արտաքին տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից մեկը։ Այս մոտեցումն իր արտացոլումն է գտնելու նաեւ նոր կառավարության ծրագրում։ Միևնույն ժամանակ Փաշինյանը ընդգծում է, Հայաստանը հետևողականորեն հանդես է գալիս Եվրասիական տնտեսական միության հիմքում ընկած սկզբունքներին հավատարմության օգտին։ Այդ սկզբունքներից մեկի ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովման մասին է գործընկերներին հիշեցնում Հայաստանի ղեկավարը եւ ցավով արձանագրում. գործնականում այս սկզբունքները լիարժեք չեն իրագործվում։ Առանձին սահմանափակումներ եւ վարչական միջոցներ շարունակում են խոչընդոտել ընդհանուր շուկայի լիարժեք գործունեությանը, նվազեցնելով գործարարության պայմանների կանխատեսելիությունը եւ ինտեգրման գործընթացների արդյունավետությունը։ Հայաստանի Հանրապետությունն անշեղորեն ապահովում է առավելագույնս բարենպաստ, հավասար եւ ոչ խտրական պայմաններ ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների տնտեսվարողների գործունեության համար։ Մենք հետևողականորեն ելնում ենք այն սկզբունքից, որ համանման մոտեցում պետք է կիրառվի Եվրասիական տնտեսական միության ողջ տարածքում։ Հենց այդ պատճառով սկզբունքորեն կարևոր
կարևոր ենք համարում, որ ցանկացած միջոցառում, որը կարող է ազդել անդամ պետությունների ապրանքների եւ ծառայությունների ընդհանուր շուկա մուտքի վրա, ընդունվի բացառապես ԵԱՏՄ իրավունքին համապատասխան, համաձայնեցված ընթացակարգերի հիման վրա եւ իրավասու մարմինների միջև կառուցողական փոխգործակցության շրջանակում։ Նման հարցերի անտեսումը, ասում է Փաշինյանը, կարող է ոչ միայն արգելակել Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացումը, այլև բացասաբար ազդել մեր երկրների քաղաքացիների եւ գործարար համայնքի վերաբերմունքի վրա։ Վարչապետը ներկայացնում է նաեւ տնտեսական ցուցանիշներ, որոնք վկայում են, որ Հայաստանի Հանրապետության մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հիմնված է փոխադարձ պարտավորությունների կատարման, այլ ոչ թե միակողմանի առավելություններ ստանալու վրա։ 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ ներմուծման մաքսատուրքերի ընդհանուր բյուջե է փոխանցել շուրջ 319 միլիոն դոլար, մինչդեռ Հայաստանի օգտին բաշխված միջոցների ծավալը կազմել է շուրջ 175 միլիոն դոլար։ Այսպիսով Հայաստանը միության ընդհանուր բյուջե է փոխանցել զգալիորեն ավելի շատ միջոցներ, քան ստացել է, ինչը մեր պատասխանատու դիրքորոշման եւ ԵԱՏՄ-ի շրջանակում պարտավորությունների բարեխիղճ կատարման անմիջական հաստատումն է։ Պակաս խոսուն չէ նաեւ փոխադարձ առևտրի դինամիկան։ 2025 թվականի արդյունքներով եԱՏՄ անդամ պետություններից ներմուծումը կազմել է շուրջ 5 միլիարդ դոլար, մինչդեռ նույն ժամանակահատվածում հայկական արտադրանքի արտահանումը միության շուկա կազմել է շուրջ 3.2 միլիարդ դոլար։ Այս թվերը ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն ԵԱՏՄ ընդհանուր շուկայի մասնակից է, այլև միության անդամ պետություններում արտադրվող ապրանքների եւ մատուցվող ծառայությունների կարևոր սպառող։ Նիկոլ Փաշինյանն անդրադառնում է նաև ԵԱՏՄ անդամ 4 պետությունների ղեկավարների 2024 թվականի մայիսի 29-ի հայտարարությանը, որում աջակցություն էր հայտնվել Հայաստանում Եվրոպական միությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու գաղափարին։ Հայաստանի Հանրապետությունն ի գիտություն է ընդունել այդ հայտարարությունը, ասում է Հայաստանի ղեկավարը։ Նիկոլ Փաշինյանը նախ հիշեցնում է, որ 2025 թվականին Հայաստանում ընդունվել է Հայաստանի Հանրապետության Եվրոպական միության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը, ապա նման օրենքի ընդունման ռազմավարական նպատակը Հայաստանի համար այլընտրանք ստեղծելն է։ Մենք հասկանում ենք, որ Եվրասիական տնտեսական միությանը եւ Եվրոպական միությանը միաժամանակի անդամակցությունն անհնար է, սակայն նշված օրենքի ընդունման փաստն ինքնին չի նշանակում, որ Հայաստանն այսօր Եվրամիության անդամ դառնալու հնարավորություն ունի։ Երբ ապագայում Հայաստանը որակապես պատրաստ լինի Եվրամիությանն անդամակցությանը, դա նույնպես չի նշանակի, որ մեր երկիրն ինքնաբերաբար կդառնա Եվրամիության անդամ։ Դրա համար դեռևս անհրաժեշտ կլինի Եվրամիության անդամ պետությունների համաձայնությունը եւ Հայաստանի քաղաքացիների հավանությունը։ Մյուս կողմից ակնհայտ է, որ անհնար է այս հարցը ներկայացնել Հայաստանի քաղաքացիների որոշմանը առանց նախնական ինստիտուցիոնալ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու, եւ նույնիսկ դրանից հետո անհրաժեշտ կլինի Եվրոպական միությանն անդամակցելու պաշտոնական հայտով դիմել Եվրամիությանը։ Դրանից հետո անհրաժեշտ կլինի նաեւ ստանալ Եվրամիությանն անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ։ Առանց թվարկված փուլերից առնվազն մեծ մասնացնելու նշված հարցերով հանրաքվեի անցկացումը կլինի բովանդակազուրկ եւ կնշանակի, որ քաղաքացիներից ակնկալվում է պատասխան մի հարցի, որն այս պահին պարզապես գոյություն չունի, նկատում է Փաշինյանը։ Ըստ նրա, դա անհարգալից կլինի մեր ժողովրդի նկատմամբ եւ գործնականում ոչ լեգիտիմ։ Հայաստանի Հանրապետությունը ելնում է այն սկզբունքից, որ Եվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք։ Մենք համոզված ենք, որ ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ։ Չնայած Հայաստանի վարչապետի այս շեշտադրումներին, ռուս լրագրողները թեմայի հետ կապված Հայաստանի ղեկավարին դարձյալ հարցեր ունեին։ Շրջապատեցին նրան ու սկսեցին. երբ է լինելու հանրաքվեն, արդյոք համեմատել եք հայկական ապրանքների հեռանկարները Եվրոպական միությունում եւ ԵԱՏՄ-ում ու այսպես շարունակ։ Նիկոլ Փաշինյանը ռուս լրագրողների հետ զրույցում դարձյալ ընդգծում է այն սահմանափակումները, որոնք ռուս գործընկերները սահմանել են հայկական ապրանքների նկատմամբ, Հայաստանի Հանրապետությունում նպաստում է ԵԱՏՄ-ի նկատմամբ բացասական ընկալման ձևավորմանը։ Շատ կարևոր է հասկանալ, որ եթե հնարավոր չլինի իրականացնել Եվրասիական տնտեսական միության հիմնարար սկզբունքները, ապա ԵԱՏՄ-ն կհայտնվի ճգնաժամի մեջ։ Այն, ինչ այժմ տեղի է ունենում հայկական ապրանքների շուրջ, իհարկե խնդիր է Հայաստանի Հանրապետության համար, բայց դա նույնիսկ ավելի մեծ խնդիր է հենց Եվրասիական տնտեսական միության համար, որովհետև ստեղծվում է մի իրավիճակ, երբ գործնականում ԵԱՏՄ-ն չի գործում։ Լրագրողներից մեկն էլ թե գուցե ստեղծեք ինչ-որ երրորդ միավորում Հայաստանի գլխավորությամբ ոչ թե ԵՄ, այլ օրինակ հայկական միություն։ Լավ գաղափար է, ասում է Փաշինյանն ու խոստանում մտածել դրա մասին։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։ Շարունակվում է ազգային ժողովի նախագահի երրորդ փոխխոսնակի ընտրության հարցի քննարկումը։ Պատգամավորների ելույթները սակայն մեծամասամբ օրակարգային հարցի հետ կապ չունեն։
Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավորներից մեկը խոսել է Ադրբեջանի ռազմական բյուջեի եւ զորավարժությունների մասին։ Նա համեմատություն է անցկացրել Հայաստանի հետ։ Դրան հակադարձել են քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները, դարձյալ մտաբերելով Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավորի սակրավորների վերաբերյալ հնչեցրած խոսքը։ 23 թվականից մինչև 26 թվական Ադրբեջանի ռազմական բյուջեն աճել է մոտ 2 անգամ, իսկ ավելի ճիշտ 1.94 անգամով։ Եվ այսպես 23 թվականի տվյալների համաձայն 2.64 միլիարդ դոլար է կազմել Ադրբեջանի ռազմական բյուջեն, իսկ 26 թվականի պատկերով արդեն 5.13 միլիարդ դոլար։ 25 թվականին Հայաստանի ռազմական բյուջեն կազմել է 1.74 միլիարդ դոլար, որը նախորդ տարվա համեմատ մոտ 20% ավել է, եւ 26 թվականի ռազմական բյուջեն կրահեք ինչ, իհարկե ոչ թե աճել է, այլ նվազել է, եւ այդ նվազման տոկոսը կազմում է մոտ 15%, մինուս 15%։ Պարոն Դավթյան, շատ ողջունել է, որ ռազմական բյուջեի թվերը շատ ճիշտ նշեցիք։ Այո, մենք ռազմական բյուջեն հասցրել էինք 1 միլիարդ 700 միլիոնի, հիշեցնեմ, որ իշխանությունը ձեր խմբակցությունից, կարելի ասել Սերժ Սարգսյանից ժառանգել էինք 500 միլիոն դոլարի ռազմական բյուջեով, եռապատկել էինք ձեր թողածը։ Ձեր թիմի անդամը ցանկանում է հայ զինվորի մահը։ Ձեր թիմի անդամները ըստ էության չեն դատապարտում, էլ չեմ խոսում, որ դուք ձեր թիմ եք վերցրել իրան դա ասելուց հետո, դա հաշվի չի, դա ձեր համար ընդհանրապես ֆիլտրերի մեջ չի եղել, էլի, որ ինքը տես բանը ասել։ Դուք դրա վրա աչք եք փակել, վերցրել եք ձեր թիմ, օքեյ, լավ, անցանք առաջ, հիմա եկել եք այստեղ, մանդատ է ստացել այդ մարդը, ձեր թիկունքում նստած է։ Ոչ ներողություն ա խնդրում, ոչ դատապարտում ա ձեր խմբակցության ղեկավարը թիմի անունից, եւ քանի դեռ սա տեղի չի ունեցել, ես չգիտեմ սա ինչպես կընկալվի ձեր կողմից, առնվազն չգիտեմ, ես սենց նայում եմ ձեզ եւ տեսնում եմ 29 Էդգար Ղազարյան։ Միջազգային լրահոս Թայլանդի դպրոցներից մեկում աշակերտը ինքնաձիգով կրակ է բացել, ինչ հետևանքով զոհվել է 6, վիրավորվել 15 մարդ։ Դեպքից հետո նա ինքնասպան է եղել դասասենյակներից մեկում, իրավապահների տվյալներով հարձակվողը դպրոցի աշակերտ էր։ Ռոյթերզի փոխանցմամբ միջ դպրոց գնալը նա սպանել էր տատիկին ու պապիկին։ ԱՄՆ նախագահը ստորագրել է հրամանագիր, որով նախատեսվում է արգելել այսպես կոչված ծննդաբերության նպատակով տուրիզմը։ Այն պրակտիկան, երբ օտարերկրացիները մեկնում են ԱՄՆ երեխա ունենալու նպատակով, որպեսզի վերջինը ստանա այդ երկրի քաղաքացիություն։ Դոնալդ Թրամփը ստորագրել է նաև մեկ այլ հրամանագիր, ըստ որի ավտոմատ քաղաքացիություն չեն ստանա օտարերկրյա թշնամական պետությունների ներկայացուցիչների, օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների անդամների, դիվանագետների, ինչպես նաև միջազգային որոշ կազմակերպությունների աշխատակիցների երեխաները։ Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ այս հրամանագրերը հավանաբար նպատակ ունեն շրջանցելու ԱՄՆ գերագույն դատարանի որոշումը, որով հունիսին արգելափակվել էր Թրամփի ըստ ծննդյան վայրի քաղաքացիությունը սահմանափակող նախկին հրամանագիրը։ Իտալիայի 27 խոշոր քաղաքներում եղանակային վտանգի ամենաբարձր կարմիր մակարդակ է սահմանվել անոմալ տապի պատճառով։ Տագնապ է հայտարարվել երկրի բոլոր խոշոր զբոսաշրջային կենտրոններում, այդ թվում Հռոմում, Բոլոնիայում, Միլանում, Նեապոլում, Վենետիկում, Ֆլորենցիայում, Պալերմոյում։ Առանձին շրջաններում ջերմաստիճանը հասնում է 40 աստիճան Ցելսիուսի։ Շոկ եղանակը կպահպանվի առնվազն 10 օր։ Շոկի պատճառով ռեկորդային չափով նվազել է Եվրոպայի երկրորդ ամենաերկար գետի Դանուբի ջրի մակարդակը։ Վերջին շաբաթներին անոմալ տապ է գրանցվել նաև Ֆրանսիայում եւ Իսպանիայում, որն ուղեկցվել է անտառային հրդեհներով։ Շիրակի մարզում հացքաղ է։ Հացահատիկի բերքահավաքը անձրևառատ հուլիսի պատճառով գրեթե 1 ամիս ուշ է սկսվել, իսկ տեղացած կարկուտները տասնյակ գյուղերի, հիմնականում Ախուրյանի տարածաշրջանի ցանքատարածքներին զգալի վնաս են հասցրել։ Այս տարի մարզում հացահատիկային մշակաբույսերի ցանք կատարվել է մոտ 20,000 հեկտարի վրա, նախորդ տարվա համեմատ գրեթե 8,000 հեկտարով ավելի։ Օրինակ, այս ցորենը ամենաանդիր ցորենն է, ու ես քաղ եմ գը։ Հացքաղի սեզոնին պահանջված գործը կոմբայնավարինն է։ Երկար տարիներ է կառնոցի Արմենին են վստահում հացարատարտերը։ Հարյուրավոր հեկտարներով ցորենի դաշտեր է մտնում։ Հողագործները լավ գիտեն, որ Արմենը պետք է ասի բերքը քաղելու է, թե դեռ ժամանակ կա սպասելու։
Այսպեք արտը լավագույններից է, որ կարկուտն այստեղ չի հասել եւ գյուղացին տուն տանելու բան ունի։ Իսկ ինքն իր սեփական դաշտերում այս տարի անելիք չունի։ Կարկուտն է հնձել ցորենը։ Հեկտարին 350 կիլո, հաշիվ է 850 կիլո ցանել է։ Իրանք եկան դաշտը նկարին, տեսան դաշտը 100% վնասված էր դաշտը։ Իրար հետևից տեղացած խոշոր կարկուտները մեծ վնասներ են հասցրել Շիրակի ցածրադիր գոտիների, մասնավորապես Ախուրյանի տարածաշրջանի հացահատքի հողերին։ Տնտեսությունների մեծ մասն այս տարի հացահատքի ցանկատարածքներն ընլայնել էր, ակնկալելով ավելի առատ բերք ու ավելի մեծ եկամուտ։ 12 հեկտար ցորեն ունեի ցանած։ Այդ ցորենից 4 հեկտարը 100%-ով զարգե սև երգ է դարձել։ Բան չեն քաղը, խոտ դաժե չկա մեջնո քաղեք։ Ախուրյանցի գյուղատնտեսը հացահատքի դաշտերն ապահովագրել է, հիմա սպասում է փոխհատուցմանը։ Նրա նման դժվար շատ տնտեսություններ են դիմել ապահովագրական ընկերություններին։ Ընթացքի մեջ են վնասների գնահատումն ու փոխհատուցումների հաշվարկը։ Թե ստացվելիք գումարն իրականում որքանով կհատուցի գրած վնասները, գյուղացիները մոտավոր հաշվարկներով են փորձում պատկերացնել։ Մտահոգվում են նաև այն հողագործները, որոնք տարածքները վարձակալությամբ են մշակել, այսինքն կրկնակի ծախսարել։ 100 դրամով հիմի տաղել եմ մեզ այդ հացահատիկը։ Խաղացս խոսքի էլ 1 տարին 3 տոն 300,000 դրամի տալում են, որ դաշնորքի չմ նորմալոտ է որնելով չէ, որ ոչ է քաղում են։ Հունիս ամիսներին ունեցել են կարճ դահարություններ, տարբեր տեղերում տարբեր աստիճան։ Դա հիմնականում սահմանային գոտում է, հիմնականում Թուրքիայի սահմանային գոտում է հիմնականում կարկուտի ավելի շատ տարածքը, այդ կողմի գյուղերը։ Շիրակի մարզում այս տարի հացահատքի մշակված ցանկատարածքներն ավելացել էին։ Աճը մեծապես պայմանավորված էր աջակցության ծրագրերով, հատկապես երբ հավաստագրված սերմերով իրականացված հացահատկային, հատիկնդեղեն եւ բազմամյա մշակաբույսերի ցանկերի դեպքում փոխհատուցվում է 1 հեկտարի հաշվով կատարած բարի ցանկի բերքահավաքի եւ սերմի արժեքի ծախսերի 50%-ը։ Մարզում բերքառատ ջրովի սևահողերը հիմնականում բաժին են ընկնում Ախուրյանի տարածաշրջանին։ Հացահատքի շտեմարան համարվող հողերում այս տարի ցորենի եւ կարու ավելի շատ ցանկ է կատարվել, քան նախորդ տարիներին։ Մոտ 4000 հեկտարով ավել աշնանացան ցանկ ենք ունեցել ծրագրով կատարված։ Իսկ ընդանուր 6000 հեկտար 6000-ից հեկտար ունենք արդեն 26 թվականի քաղի տակ աշնանացան ցորեն։ Իսկ Կարն էլի օգտվել են մեծամասնությունը բուսաբուծության ծրագրով, կարնան ցանկի, կարնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանկի աճել կա, ու բերքի համար է սպասում ենք համախառն բերքի աճ։ Էլի վնասված դաշտեր են, եթե այս վնասված չերներ, մոտավորապես 15-ից 20% վնասված դաշտեր են, 6-7-ից մինչև 8 տոննա տարբեր հատվածներով ապահովում է բերքը։ Հացկաղը մարզի ցածրադիր հողերում ավելի շուտ կավարտվի, քան մարզի մյուս հատվածներում։ Կոմբայներն արդեն հասել են Արտիկի տարածաշրջանի գյուղեր, իսկ մարզի հյուսիսային տարածքներում, Ամասիայում եւ Աշոտսկում, աշխատանքներն առայժմ ամբողջ ծավալով չեն սկսվել։ Մինչև սեպտեմբեր Շիրակի մարզում հացքաղ է, որից հետո գյուղացիական տնտեսությունները կանցնեն երկրորդ հաց համարվող պարենի, կարտոֆիլի բերքահավաքին։ Հասմիկ Թումասյան, Հարություն Չակմիշյան, Հորիզոն։ Դպրոցական ունեցող ընտանիքներում նոր ուսումնական տարվան պատրաստվելու ժամանակն է եկել։ Գրենական պիտույքների, հագուստի ու այլ պարագաների առաջարկները առևտրի կենտրոններում բազմազան են, բայց մշտական հաճախորդները լավ գիտեն, որ աշակերտին անհրաժեշտ ամեն ինչ գնելու անփոխարինելի լավագույն վայրը Գյումրիում գործող Մանչուկ սուպերմարկետն է։ Մանկական խանութում ամեն տարի հավատարիմ գնորդները մասնակցում են խաղարկությունների եւ շահում նվերներ։ Շահումյան 125 հասցեն ծանոթ ու անփոփոխ վայր է դարձել ծնողների ու երեխաների համար։ Նոր ուսումնական տարվա մեկնարկից դեռ ամիսներ առաջ Մանչուկ սուպերմարկետը ապրանքատեսական օնլայն առաջարկով է ներկայանում բոլոր տարիքային խմբերի երեխաների համար։ Նորածնից մինչև դպրոցականին անհրաժեշտ ամեն ինչ հնարավոր է գտնել Մանչուկում։ Հաճելի է, որակյալ, բազում եւ լավ տեսականի։ Նաև մանկական նորածնային բաժնից եմ օգտվել։ Տորինները հիմա գտնվում են Ալիևում, Ռուսաստանի դաշնությունում։ Մենք ամեն բանից գնալու ենք ըստից սուպերմարկետից, Մանչուկ սուպերմարկետից։ Հատուկ համարեդիլ են ստեղ, գնումներ են կատարել։ Միշտ օգտվում եմ ես Մանչուկից, շատ գոհ եմ։ Վաղուց օգտվում եմ ու հաճելի է այստեղ
համ սպասարկումն է լավ, համ ապրանքներն էլ, տեսականիները շատ են, զեղչերը միշտ գործում են։ Դպրոցական օրերին ընթരാճ Մանչուկում նորից զեղչեր են։ Օգոստոսյան առաջարկն աշակերտների համար է։ Մոտ 1000 տեսակի, ձևի ու գույնի տարբեր ճաշակի ու ոճի դպրոցական պայուսակները դասավորված են խանութի դարակներում։ Պայուսակներից որ մեկն էլ ընտրես 50% զեղչ է կիրառվում։ Կեսկին ակցիան գործում է նաև դպրոցական հագուստների, հիմնականում վերնաշապիկների համար։ Ակցիան գործում է մինչև օգոստոսի 10-ը եւ նշված տեսականու վրա ունենք դպրոցական վերնաշապիկներ եւ տղաների եւ աղջիկների համար նախատեսված դպրոցական պայուսակներ։ Մանչուկում տեսականին շատ է եւ հաստատ յուրաքանչյուրն իրեն հարմարը ըստ տարիքի ու ճաշակի կգտնի։ Երբ ընտրությունը մեծ է, անգամ կմահաճ փոքրիկներն են գտնում իրենց ուզած թե գրենական պիտույքը, թե հագուստը։ Մեծ գնումներ կատարողների համար խաղարկության մասնակցությունը պարտադիր է։ 25000 դրամ եւ ավելի գնումների դեպքում անցկացվում է վիճակահանություն։ Շահումներն ու թանկարժեք նվերները Մանչուկում բազմաթիվ են ու տարբեր։ Գնել եմ դպրոցական պիտույքներ եւ հագուստ եւ շահել եմ ֆեն։ Գնեցինք դպրոցական բոլոր պարագաները, մասնակցեցինք առաջի խաղարկությանը, ալենս շահեց տեսախցիկը։ Դե քանի որ ես ինքս աշխատում եմ Մանչուկ սուպերմարկետում, քաչ տեղյակ լինելով որ գները մատչելի են, տեսականին լայն է, որոշեցի փոքրիկ քույրիկիս գնումները կատարել Մանչուկ սուպերմարկետից, գնումներ կատարեցինք գրենական պիտույքներ, հագուստ եւ մասնակցեցինք խաղարկությանը եւ շահեցինք գրատախտակ։ Գնել ենք գրենական պիտույքներ եւ պայուսակ, շահել եմ iPhone։ Խաղարկության մասնակիցների թիվն ու պարտադիր շահումների ցանկը մեծ է։ Վիճակահանությամբ ընտրված շահողները Մանչուկից տուն են տանում սմարթֆոններ, կենցաղային իրեր, ժամացույցներ եւ թանկարժեք այլ պարագաներ։ Շահած մասնակիցներից շատերին ճանապարհեցին նվերներով։ Մանչուկում պարտադիր շահումով խաղարկությունը կշարունակվի մինչև օգոստոսի 31-ը։ Մարինե Տերբինյան, Հարություն Չակմիշյան, Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։ Իսկ քիչ անց Շանթ Գյումրիի ուղիղ եթերը կշարունակի տեսանկյուն հաղորդաշարը։ Տեսանկյան հյուրն է մեդիա փորձագետ Ալեքսանդր Մարտիրոսյանը, իսկ զրույցի թեման քաղաքական խոսույթի օգտագործվող անընդունելի բառապաշարն է։ Բաժանորդագրվեք Շանթ Գյումրի YouTube ալիքին, սեղմեք հավանելու կոճակը եւ միացրեք զանգակը ամենօրյա հավաստի օպերատիվ լրատվությանը ծանոթանալու համար։